5 ամիսը նշված քննության նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտվել էր։ Նոյեմբերի 3-ի դրությամբ կոչի դրվագով կար վճռաբեկ դատարանի որոշում։ Վճռաբեկ դատարանի որոշում կար, հիմա եթե դուք ուզում եք, որ փորձենք քրեադատավարական իրավական տեսանկյունից այս իրավիճակը վերլուծել, շատ լավ։ 5 ամիսը արդեն իսկ քրեադատավարական իմաստով նոյեմբերի 3-ի դրությամբ ավարտված էր։ Ինչ է դրան հաջորդում։ 53 քննիչների անգործությունը։ Իդեպ մի հանգամանք եմ ուզում հատուկ նշել։ Իրականում, երբ ասում եմ 53 քննիչներ, ձևակերպմանս մեջ սխալ եմ անում։ Ներողություն եմ խնդրում։ Իրականում 53 քննիչ գումարած մեկ դատախազ, որովհետև դատական նիստի ընթացքում մենք բոլորս պարզեցինք, որ դատախազը մասնակցում է նիստերին օգնելու համար քննիչին։ Նշվածը ժամանակը կգա, կրիչը դուք կունենաք, կհաստատեք այդ նշված տեղեկությունը։ Գործընկերներ, եկեք հետևյալը արձանագրենք։ Երբ դատական այս աբսուրդային իրավական ծաղրի նմանվող ահաբեկչական գործողության, որովհետև իրավական ահաբեկչություն է սա, որովհետև եթե մի կողմից ասում են գնացեք բանակցեք սեփականատիրոջ հետ, մյուս կողմից ասում են սեփականատերը պետք է ամենաաբսուրդային, ոչինչ իրենից չենթադրող մեղադրանքով գտնվի կալանքի տակ, այն վճռաբեկ դատարան օպերացիան, որը իրականացվեց, այդ աստիճան ստվերային արդարադատությունը, դուք պատկերացրեք դատախազը ինչ է պատասխանում նիստի ընթացքում։ Ասում է ես զանգել եմ գրասենյակ, գնացել եմ որոշումը ստացել եմ։ Հարցնում ենք դուք որտեղից գիտեիք, որ նոյեմբերի 13-ին որոշում պետք է լինի։ Ասում է ես ամեն օր զանգում եմ գրասենյակ։ Պատկերացրեք, ես շատ ուրախ եմ։ Հայաստանի Հանրապետության դատախազությունում մեր դատախազ գործընկերները այնքան ժամանակ ունեն, որ ամեն օր գրասենյակ զանգեն վճռաբեկ դատարանի։ Ես էլ իմ առիթից օգտվելով մի հատ առաջարկ անեմ։ Դուք էլ զանգեք ամեն օր վճռաբեկ դատարանի գրասենյակ։ Այդ իդեպ այնքան իդեպ մի հատ ամեն օր զանգեք դուք էլ վճռաբեկ դատարանի գրասենյակ միջդատական վարույթում գտնվող գործի դատական ակտի հրապարակման օր չիմանալու պայմաններում, որտեվ ինձ նոյեմբերի 13-ին իրազեկում են, որ նոյեմբերի 13-ին դատական ակտ է հրապարակվում, որն էլ ես ստանում եմ նոյեմբերի 14-ին, բայց դատախազը գիտի, որ նոյեմբերի 13-ին գնա գրասենյակից որոշում ստանա, այն էլ չկարողացանք պարզել, վերջը արձեռը նա ստացել թե այլ եղանակով է։ Կներեք գործընկերներ, ես ներողություն եմ խնդրում, դատական ակտը կլինի, հերթական իրավական ծաղրը այսօր արձանագրեցինք, իրականում վիրավորական աստիճանի մարդ, ով եկել է Հայաստանի Հանրապետություն, հունիս ամսին իր հոր 40-ին մասնակցելու համար, որից հետո դուք բոլորդ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եք, հայ մարդիկ եք, ձեր ցավը տանեմ, երբ անձը հարազատ է կորցնում, առաջիկա նոր տարին իր մեջ խորհուրդ է պարունակում, այդ թվում գերեզմաններ գնալու։ Եվ նշված հանգամանքը դատական նիստի ընթացքում ներկայացվում է, քննիչը պնդում է միջնորդություն, որ մինչև հունվարի 18-ը Սամվել Կարապետյանը լինի անազատության մեջ, դատախազը պնդում է միջնորդություն, որ Սամվել Կարապետյանը մինչև հունվարի 18-ը լինի անազատության մեջ, եւ դատավոր Սարգիս Դադոյանը նշված հաստատում է, դրանից հետո բան չեմ ուզում հիմա խոսել։ Կներեք գործընկերներ,